Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, գտնվում ենք Երևանի հավաքանում դահլիճում, մթնոլորտը այո հաճելի է, որովհետև ԿՊ-ականները լքել են, դահլիճը դատարկ է, իշխանության ներկայացուցիչները այստեղ չեն, բայց եթե ավելի լուրջ, ապա ցույց են տալիս, ինչ ֆանտաստիկ պարլամենտարիզմի դրսևորումներ են տալիս մեզ ԿՊ-ականները։ 17,000 երևանցու քաղաքացիական նախաձեռնությունը բառի բուն իմաստով անտեսում են, դահլիճը լքել են, 4 ամիս պահեցին, օրենքով նախատեսված հնարավորին ամենաուշ ժամկետով մուտք արեցին մեր քաղաքացիական նախաձեռնությունը, որի հիմքում կար 17,000 երևանցու ստորագրություն, որոնք դեմ են տրանսպորտի թանկացմանը, որոնք միացել են բոյկոտին, եւ այսօր Երևանի հերթական հավաքան նիստի ժամանակ, երբ որ արդեն պետք է լիներ մեր նախագիծը, պարզապես լքեցին դահլիճը ու չեն ցանկանում ներկա լինել այստեղ, այսինքն 17,000 երևանցու քաղաքացիական նախաձեռնությունը իրաց չի հուզում։ Ինչու ասեմ ինչու, որովհետև իրենք արդեն վստահ գիտեն, որ որևէ ընտրություն էլ երբևիցե չեն հաղթելու, այդ իսկ պատճառով որևէ թաքցնելու եւ ձևացնելու բան չունեն, ուղղակի գնացին, որտեղ որ մնան, խոսեն, հարցեր տանեն, հարցերին ստանան պատասխաններ, որոնք էլ ավելի խայտարակ վիճակում իրենց կդվերի, դրա համար չեն մնում։ Ուղղակի դուրս եկան, նայեք։ Եկեք ձեզ ցույց տամ Երևանի քաղաքապետը իր էությամբ ով է։ Տեսեք։ Էսա, նայեք։ Երևանի քաղաքապետն է, ծանոթացեք։ Էսա, Երևանի քաղաքապետի բովանդակությունը։ 17,000 մարդու քաղաքացիական նախաձեռնությունը, այսքան մարդ է եկել նստում, նայեք։ Այսել ԿՊ-ի հավաքանները։ Նայեք։ Էսա, Արմեն Պամբուխջան, Արմեն Գալջան, Նուարդ Վարդանյան, Տիկին Վարդանյանը այսօր Լեոից ինչ-որ բաներ էր ցիտում, որտեղ խանքենդի կար, ճիշտ ասած Google-ով են արեցինք, նման բան չգտանք, բայց դա է։ Ժողովուրդ ջան, բոյկոտը ձախողվել է, դրա համար երևի մարկանց ծեծել են տարի վարորդներին, ով որ չի միանում իրանց ապօրինի ցուցումները կատարելուն։ Բոյկոտը ձախողվել է, դրա համար 17,000 հոգի ստորագրել է։ Բոյկոտը ձախողվել է, դրա համար չեն մնում, ստե վախում են խոսել։ Բոյկոտը ձախողվել է, դրա համար իրանց աշխատողներին, վարչության աշխատողներին, թաղապետարանների աշխատողներին բերում են, պարտադրում են ավտոբուսներում կոնֆլիկտներ հրահարել։ Ձախողվել է, բա ինչ արել։ Իրականության մեջ ձախողվել է միայն մեկ բան, քաղաքացիական պայմանագիրը։ Ու էս է մեր վիճակը։ Մարդիկ գնան, ստորագրահավաք անեն, ստորագրությունները հավաքեն, բերեն, մուտք անեն օրենքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան, որպեսզի այս անգամ արդեն ոչ որպես ընդդիմադիր խմբակցության նախագիծ այն 17,000 երևանցու նախաձեռնություն կրկին բերեն այս Զակոնապրոյեկտը, որպեսզի ցույց տանք, որ մենք բոլորս դեմ ենք այս թանկացմանը եւ այս թանկացումն ապօրինի է, գալի հասնում ենք տեղ եւ տեղում որովե մեկը չկա։ Իրենց անիմաստ, աննպատակ նախագծերին մնում են, խոսում են, եսի ինչ են անում, Աբինյանի մոտ նյարդերի ջղաձգումներ էր, ինքն իրան խոսած, գորգորած, բորբոքվեց, թողեց, գնաց ու իրեն հատուկ, իր տեսակին հատուկ կերպով ինքը խոսեց ու հետո չմնաց, որպեսզի պատասխանը լսի իր խոսքերի։ Պարոն Հակոբյանն ինչ ժայնացած է, բայց տիպիկ բնութագրեր։ Պարոն Մանուկյան, ասեք, ձեր թաղերում, մեր թաղերում, այն տղաները, որոնք որ բարձր խոսում են, հետո գնում են ու չեն սպասում, լսեն իրենց ինչ են ուզում ասել, ինչ են որակավորվում նման մարդիկ եւ առավել եւս նման մարդկանց կողմից ղեկավարվող անձինք։ Տեսեք, եթե ես այդ բառապաշարով մալաչև մեծացել եմ նորոշումը կա, պարոն Կուբացյանի շփիթն եկավ, ինքը պարոն Կուբացյան զգացիկ չէ ինչ պետք է ասեի, ինչ պետք է բնութագրել, համար ծիծաղելով գնաց պարոն Կուբացյանը, չէ, հիմա իմ եկեք կոռեկտ ասենք, եկեք ասեք թրջուններ, չենք ասել իսկական բառը, ասենք թրջուններ, թրջունները թռան, չվեցին պարգևավճարներով լի մի երկիր։ Որովհետև եթե չէ, օրենքով այդպես է, պարոն Սարգսյան, եթե նիստը վարող չկա, ընդմիջում է տրվում կես ժամով, ընդմիջան ժամանակ երարձակում չպետք է լինի։ Դե չի լինում, կես ժամ հետո նորից նայում են, տենում են տեղակալ չի գալիս, այդ ժամանակ արդեն տարիքով մեծ ներկա հավաքանին վարում է, բայց քանի որ քվորումի հարց կարող է նաև լինի, առասարակ միշտ չի լինի։
Բա ժողովուրդ ջան։ Այսինքն տխուր անտեր վիճակում է Երևան քաղաքը։ Երևան քաղաքը կառավարվում է կամք չունեցող պարլամենտարիզմից անտեղյակ սեփական պաշտոնի պատասխանատվությունը չգիտակցող մարդկանց կողմից։ Պարոն Իսկանդարյան, ինչպես եք։ Ուրեմն ժողովուրդ ջան, տեսեք ինչ են արել։ Թողը փախել են նիստից ու հիմնավորում են այնպես, որ կես ժամից տարիքով ավականքերը ավականու թող նիստը վարի։ Դրանից հետո եթե քվորում չապահովի, ապա նիստը համարվում է տապալված։ Ես երևի սրանցից բացի ուրիշ քաղաքային կամ ընդհանրապես իշխանություն չեմ ճանաչում, որ իրանց նիստը տապալել։ Թռչունների մի իշխանություն, ուրիշ ձև չասենք։ Թռչունները չվեցին։ Սպասենք հիմա տեխնիկական առումով օրենքի տեխնիկական բացթողումներից են օգտվում, ստեղծում են մի վիճակ, որում որ մենք մնանք այս շենքում որովե գործընթաց տեղի չունենա, իրանք ներկա չլինեն։ Ժողովրդի ծոցից դուրս եկածները 17000 սեփական ժողովրդի անտեսում են։ 17000 հոգի, մի հոգի չէ, երկու հոգի չէ, 10 հոգի չէ, ընդդիմադիր խմբակցություն չէ, 17000 երևանցու քաղաքացիական նախաձեռնության վրա քաղաքացիական պայմանագիրը թքած ունի։ Ոչինչ, մյուս ընտրություններին ժողովուրդ ջան ցույց տվեք ձեր վերաբերմունքը այս ապիկար վախկոտ քաղաքական միավորին։ Գյումրեցիներ ջան, ձեր ցավը տանեմ, սրանց չընտրեք, սրանք չարիք են, սրանք թռնող տղեկ են, սրանք որովե կերպ, ասենք մեծամասնություն ունեն, չէ՞ կարան մնան ներկա գտնվեն, վերջում դեմ քվեարկեն չանցնի մեր նախագիծ, ուղղակի գոնը մնան քննարկենք, բայց չէ ոնց կլինի։ Պարոն Աբինյան եկավ, գորգորած, խոսեց ու լքեց դալիճը։ Ինչ կարիք կա պատասխանը լսի։ Գյումրեցիներ ջան, քվեաթերթիկ համար 4 Կարեն Սիմոնյան, ունեցեք արժանապատիվ տղամարդ քաղաքապետ, ունեցեք պրոֆեսիոնալ այս կյանքում մինչև քաղաքականություն մտնելը ստացված մարդկանց ցուցակ։ Մերժեք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի առաջի հաջողությունը կարողանում են ունենալ պատգամավոր դառնալով, չգիտեմ, Նիկոլի կամ ինչ որ մի անձի այդ պահի աստղ լինելու պատճառով։ Մերժեք քաղաքացիական պայմանագրին Երևանում, Գյումրիում եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում։ Եթե ուզում եք գյումրեցիներ ջան, ունեք թռասների իշխանություն, ասենց որ ձեր նախաձեռնությունները անտես են, թողեն փախնեն, ընտրեք ԿՊ։ Թռասների, թռչունների։ Էտա, տեսեք, եթե կա օրենք, եթե կա պարլամենտարիզմ, եթե 18 թվին ժողովրդի ծոցից դուրս եկածները եկել են իշխանության, եւ այսօր մեզ մեղադրում էին նախկին լինելու մեջ, ինչ-որ կապում են մեզ ինչ-որ նախագաների հետ, փաստացի այս մարդկանց աշխատակազմի հալալ կեսը հանրապետականների ժամանակվա պաշտոնյաներն են, ու այս մարդիկ, ովքեր որ դուրս են եկել ժողովրդի ծոցից, 17000 հոգու քաղաքացիական նախաձեռնություն եւ քաղաքական կամք անտեսեցին։ Կարող են, չէ՞, պարոն Մանուկյան, մնային վերջում դեմ քվեարկեն։ Հարցեր տային, խոսեին, այսինքն եթե իրենք մտածեին, որ մենք սխալ ենք կամ մեր մտքերը, մեր նախագիծը թերի է, այդ դեպքում իրենք կգային, կնստեին, պարոն Թևյանին հարցեր կտային, կփորձեին ցույց տային մեր թույլ կողմերը, բայց քանի որ լավ հասկանում են, որ չունեն այդ հմտությունները, մարդիկ ուղղակի դուրս եկան գնացին։ Պարոն Հակոբյան, ուրեմն տեսեք ինչն է հետաքրքիր, նաև մեր ժողովուրդ ներկայացած օրինագծի արդար լինելը փաստում է հետևել հանգամանքը։ Եթե մեր չներկայացնենք որտեղից գումարը, որ ստվերը հետ պետք է բերեք, չթալանեք, վարորդների աշխատավարձը չգրեք 700,000 ջեբներ եք դնեք, կամ գրում են 1600-ը վարորդ կա, տոսատին թե 1600 վարորդ կա, էլի օրինակի համար։ Այդ փողերը իրանք ջեբը չդնեն կամ ամիսը հասկանում եք 320 միլիոն դրամ գրում են թազա ավտոբուսների վրա փող են ծախսում։ Չհաշված սալարկեն կամ մնացածը հասկանում եք, այդ երևույթը անընդունելի է։ Եվ այս պարագայում ժողովուրդ ջան, իրանք փախան, որովհետեւ իրանք երեսներին կճպսնեին այդ սա բոլորը։ Համաձայն եք թե չէ։ Իհարկե, այս են մարդիկ են, որ ավտոբուսների մենք համարներով, անուններով ունենք, որ ավտոբուսի վարորդները, ովքեր հրաժարվել են մասնակցել իրենց ապօրինի հետ հրահանգները կատարել, որպեսզի կոնֆլիկտներ հրահարեն մեր այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրացնում են իրենց համանդրական իրավունքները, 58 համարի ավտոբուսի վարորդին ծեծել են դրա համար։ Մարդկանց աշխատանքից հեռացրել են։ Հիշում եք այն ժամանակ, որ մարդիկ զուգարան չունենալու համար բոյկոտում էին,
գործադուլ արեցին, մարդկանց անմիջապես աշխատանքից հեռացրեցին։ Հավելավճար, որ չէին տալի հավելյալ ժամանակի համար, աշխատավճար հեռացրեցին։ Իսկ հիմա այս մարդիկ ուզում են ձևացնեն, որ բոյկոտը ձախողվել է։ Բոյկոտը ձախողվել է, դրա համար ապօրինի հրահանգներ են տալի թաղապետարանների աշխատողներին։ Մի րոպե։ Այդ նույնիսկ մի ասա որ ձախողվել է, որովհետեւ 22 միլիարդ դրամ փող բերե տալիս են Երևան ավտոբուսին, հետո ժողովուրդ ձեր բոյկոտը կայացել է, ժողովուրդ ձեր բոյկոտը կայացել է։ 21 միլիարդ դրամ տալիս են իրան Երևան ավտոբուսին։ Ինչի համար, որովհետեւ փողը չեք տալիս արդարացի։ Տեսեք, ժողովուրդ մի հատ էլ ասեմ, մենք չենք ասում, որ պետք է փող չմուծեք։ Մենք ասում ենք, թույս մարդիկ ստվերը վերացնեն, թալանը վերացնեն, բերեն այդ ամենը անլուց հետո իրատեսականը մեր ասած հասկանում եք, այ եթե այդ ամենը վերանա մենք հասկանանք խնդիրը, մենք էլ ենք գիտակցում, մենք եք ասենք որ ժողովուրդ ջան, սենց է վիճակը, հասկանում եք։ Էտա, ժողովուրդ ջան։ Ինչ տեսնում ենք, այն էլ ունենք։ Դրա համար Գյումրիում լինի, Երևանում լինի, ոչ միտեղ հայեր ջան, էլ սրանց կյանքում չընտրեք։ Յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել, բայց մի անգամից ավել չի կարելի սխալվել։ Արդեն մենք 2 անգամ ենք սխալվել, դրա համար մեր պետությունը կործանման եզրին է։ Այս ապիկարներին չընտրեք։ Մի վարքյան կներեք ժողովուրդը։ Այս դատար կարգավորները րոպենում են։ Անդիմությունից բացի որովե մեկը այստեղ չկա։ Երևանցիներ բարաթող կա, այս աթոռը ավելի թանկարժեք է։ Կներեք, դուք 30 րոպեից որպես տարիքով ավակ վարելու եք նիստը։ Չէ՞։ Ասեք, անենք, անում անեք։ Հələ Տեսել եք 65-ից ավել քրեական գործ կա կոռուպցիայի գործարքների մասով, եթե բանան չլինի, թռչուն։ Մեծ։ Թռչուն քաղաքապետ։ Իշխանություն։ Քաղաքային իշխանություն։ Գյումրիում մեջ Հեսա, եկեք դնենք, որ սիրուն լինի, էլի։ Բաչ, Ես խնդրում եմ եկեք չտանք։ Ձեզ ոնց դիմեմ։ Ուրիշ տեղ դրեք։ Խաչատրյան։ Պարոն Խաչատրյան ջան, դուք ոնց օքեյ, դուք ԿՊԻ ավականու անդամ եք, չէ՞։ Դե ոչ վիրավորական բան եմ գրել, որ թռչուն քաղաքային իշխանություն։ Ախր մեր խոսքը ուղղված է այստեղ նստողներին, է։ Շնորհակալ եմ, Ժողովուրդ ջան։ Դնենք այն։ Բայց այսինքն ամբողջ այս քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ձեզ էս վատ դերը ձեզ ա տվել, որ դուք մնաք տանջվեք, հա։ Չէ, դու օրս տարիքի մարդիկ երբևիցե ինձ թույլ չեմ տա, որովհետեւ սխալ ձեզ բան ասեմ։ Ես էլ չեմ ասում, ես էլ երբևիցե ձեզ նման բան չեմ ասի, բայց ուղղակի տեսեք, հիմա այս հա, ձեզ խնդրել եմ, որ մնաք դալիճում, որպեսզի անախորժություն չլինի։ Դուք ավականու անդամ եք, թե չէ։ Հա, բա դուք ձեր պաշտոնը, հա, կներեք, ես գիտեի ավականու անդամ եմ, ձեր պաշտոնը ոնց է։ Հա, այսինքն ուղիղ պարտականություն ձեր իրականացնում։ Քանի որ կանխատեսել են, որ եթե մարդ չլինի շենքում մենք օրինակ այսպես բաներ կգրենք, կդնենք աթոռին, որ իրանք թռչուն մի քաղաքային իշխանություն են, ուզում ենք դնենք այն աթոռին, բայց համապատասխան լիազորություն ունեցող անձը թույլ չտվեց դա անել, դրա համար չենք անի, բայց միտքը չի փոխվում։ Մենք ունենք, կոռեկտ ասենք, թռչուն քաղաքային իշխանություն, պարոն Քոչարյան։ Սիրուն փուճուրիկ թռչունների իշխանություն, այսինքն մենք օրեր եւ շաբաթներ շարունակ Հարգարժան շատ իմ կողմից սիրելի եւ հարգելի պարոն Քոչարյանի հետ
փողոցներում լինելով իրական առաջնային մանդատ կրող պաշտոնյաներ, քայլել ենք փողոցներով, իրականացրել ենք ստորագրահավաք, 17000 երևանցու ստորագրություն հավաքել ենք եւ վստահեցնում եմ ձեզ, որ այդ թիվը սահմանափակվել է 17000-ի վրա զույգ այն պատճառով, որովհետեւ 8200 է։ Հա, մենք կրկնակին հավաքեցինք, թե չէ պետք իներ 100000-ը կհավաքենք, ժուտ ժամանակի հարց է։ Եվ այդ բոլոր մարդկանց քաղաքացիական նախաձեռնությունը, քաղաքական կամքը անտեսեցին եւ լքեցին։ Առհասարակ Տիգրան Ավինյանը նոր գործելավոճ է որդեգրել, երբ գիտի օրինակ ինչ որ կարկառուն ընդդիմադիր գործիչներ են խոսելու կամ ինչ որ մի հատ այնպիսի մի նախագիծ եւ թեմա է լինելու, որում որ ինքը պատասխաններ չունի, թողում է պարոն Փամբուխչյանին եւ լքում է դալիճը։ Հենց ավարտվում է, վերադառնում է, նստում է, հետո դուրս է գալի այս ամբոնից, այդտեղ կարող եմ, չէ՞, սա որպես ավականու անդամ իմ լիազորությունների շրջանակներում է։ Գալիս է այս ամբյոնից էս կանգնում է ջղային կարմիր ձեմորսս բաներ է անում, այդ էս բաներ է անում ու թողում գրում է։ Չի ուզում հետո լսի պատասխանը։ Կրկին եմ ասում, ամենակոռեկտ կերպով որակավորենք այս իշխանություններին, թռչունների իշխանություն։ Հենց մի քիչ ցրտում է, մի քիչ քամի է լինում, իրենք թռնում են տակ երկրներ, չեն մնում այստեղ։ Լավ որ ձեզ սիրելի քաղաքացիներ, կհանդիպենք Երևանի փողոցներում, կներեք մեզ, որ այսօր չկարողացաք լսել մեր քաղաքական ելույթները եւ մտքերը, դա մեր ցանկությունը չէր, դա մեր թռչունների աշխատանքի արդյունքն է։ Լավ եղեք, ստեստ։